Թող ինքը ամեն բանի մեջ նախապատիվը լինի իրան փառք հավիտյան։ Ես ուզում եմ կարդամ Լուկաս ավետարան 12-րդ գլխի 6-7 խոսքերը։ Չէ որ 5 ճնճղուկ 2 դանկի կծախվի։ 2 դանկի, այսինքն դա իսրայելական գումարով նաքարակիտներ, որը շատ ցածր գումար էր։ Եվ նրանցից մեկը մոռացված չէ Աստծո առջև, բայց ձեր գլխի բոլոր մազերն էլ համրված են։ Ուրեմն մի վախենաք, որովհետև դուք շատ ճնճղուկներից ավելի լավն եք։ Ինչի մասին որ պետքա խոսամ, վերնագրել եմ այսպես. դու Աստծո կողմից մոռացված չես, որտեղ ասում է դրանցից ոչ մեկը Աստծո կողմից մոռացված չեն, թեպետ այդքան էժան գումարով որանք ծախվում են, հետո ասում է դուք շատ ճնճղուկներից ավելի լավն եք։ Գիտեք, եղբայրներ, քույրեր, գալիս է մարդու կյանքում վիճակներ, որ մարդը հայտնվում է դժվարության մեջ, ինքը մտածում է, որ Աստված իրան մոռացել է։ Այդ դժվարության մեջ, այդ խնդրի մեջ, այդ խնդիրների մեջ ինքը մենակ է։ Ինքը գնում է մենակ ու Աստված իր մասին ընդհանրապես մոռացել է։ Սաղմոս 2-ն այսպիսի խոսքեր ունի։ Սաղմոս 130 առաջի խոսքից. Խորում տեղերեն քեզի կանչեցի, ով Տեր, ով Տեր, իմ ձայնս լսե, քու ականջը թող մտիկ անեն աղոթքիս ձայնին։ Լինում է մեր կյանքի մեջ, որ մեր վիճակը բարդանում է իսկապես։ Կարծես թե ավելի է խորանում դժվարությունները։ Եվ ինչքան խորը փոսի մեջ ենք հայտնվում, այնքան հակառակորդը մեզ ցույց է տալի, որ մենք մենակ ենք։ Այնքան հակառակորդը ասում է, որ տես, այս ինչա քո վիճակը։ Բայց այդտեղից է Սաղմոսի հեղինակը չի նայում իր վիճակին, նայում է Տիրոջը։ Գիտեք, ես այսօր մի հատ բան եմ նկատել, կուզեմ կիսվեմ։ Մարդը, որ ընկնում է դժվարության մեջ, սկսում է Աստծուն աղոթել, Տիրոջը այդպես ջերմերանտ կանչել, բայց ես նկատում եմ նաև այս վերջի ժամանակներում, որ մարդը հայտնվում է դժվարության մեջ, սկսում է Աստծուն չկանչել, ուրիշ բան է կանչում։ Ասում է Ասան ոտքերից հիվանդություն ունեցավ, չէ՞։ Եվ միջև վերջ բժիշկներ փնտրեց։ Դե չի ասում, որ դու չգնաս բժշկի, չէ։ Ինքը չէր կանչում Աստծուն։ Գիտես, հնարավոր է դու մի ժամանակ կանչել ես, աղոթել ես, ու քո աղոթքին պատասխան չի եղել, սատանա մտքեր ա բերել, դες Աստված քեզ մոռացել է, դες Աստված քեզ չի լսում, ու դու հավատացել ես այդ մտքերին, ու դու ասում ես, էլ ինչի կանչեմ, եթե ինձ չի լսում։ Սաղմ 50, Եսայի 50, 10-րդ խոսքից։ Ձեր մեջ Տիրոջից վախեցող ով կա, նրա ծառայի ձայնի մտիկ անող, որ մութի մեջ է քայլում, բնավ լույս չունի։ Բնավ լույս չունի, հույս էլ չունի։ Ու կարծես թե այդ խաբարը իր վրա ավելի է ծանրանում, օրեօր ավելի է շատանում։ Թող նա Տիրոջ անվանը ապանվի, իրան գցե իր Աստծո վրա, կրտնի Աստծուն։ Իրան գցե իր Աստծո վրա։ Ես չգիտեմ եղբայրս քույրս, ով ես դու, որ ստեղ դժվարությունների միջով ես անցնում։ Ես չգիտեմ ինչի համար եմ ես այսօր այս նյութը խոսում, ում համար եմ խոսում, որովհետև 3 բան պետք է խոսա, 3 բան պատրաստ ունեի խոսալու, խնդրեցի Տիրոջը որը խոսամ ու սրտումս դրվեց, որ այս ուղղությամբ խոսամ։ Բայց մի բան հստակ գիտեմ, Աստված ուզում է հիշեցնի քեզի, որ ինքը քեզի չի թողել։ Երբ որ դու մոռացել ես անգամ, երբ որ դու նեղված ես, երբ որ դու հուսահատված ես, երբ որ դու թուլացած ես, Եսայի մարգարեության միջոցով Աստված կոչեր էր ուղարկում իր ժողովրդին, Իսրայել ժողովրդին։ Ու գիտեք, Եսային շատ դժվար ժամանակներում է մարգարեացել։ Այդ այն ժամանակներն էր, որ Ռաբսակը Սենեքերիմը չէ, իրանց ուղարկում էին, նեղացնում էին անընդհատ ճնշումներ, Իսրայելի վրա անընդհատ ճնշումներ։ Եսայի մարգարեանում է, ասում է, ով Հակոբ,
Ինչու ես ասում, ով Իսրայել, ինչու կհայտարարես։ Անկամ իրանք հայտարարում են բաց, որ իմ ճանապարհները Աստծո կողմն են, մոռացված են։ Աստված մոռացել է մեզի։ Աստված թողել է մեզի։ Գիտեք, երբ որ մենք մեկին լավություն ենք անում, մարդը ստենց է, չէ՞։ Այդ մարդը նորից է մեզի դիմում, արդեն երկրորդ անգամ դժվարությունով ենք անում, երրորդ անգամ, չորրորդ անգամ, ու մարդը մտածում է, այն մարդը ինչքան ինձ պիտի ձանձրացնի կամ հոգնեցնի։ Մի անգամից ասեմ, չէ, բրծնեմ։ Որտե մարդը իր էությունով, իր տեսակով տենց է ուզում է, որ իրան չանհանգստացնեն, իրան չձանձրացնեն, իրան չհոգնեցնեն։ Տեղ Եսային ինչ է Մարգարյանում մեր Աստծո էության մասին։ Միթե չգիտար կամ չլսեցիր, թե հավիտենական Աստված Եհովան, երկրի ծայրերի ստեղծիչը, չի հոգնում ու չի թուլանում քեզի բարություն անելուց, իրան փառք հավիտյան։ Եղբայրներ, քույրեր, մեր Աստվածը Էզևին է, նա չի հոգնում։ Դու մենակ իրան կանչի։ Սաղմոս 50:15-ում ասում է նեղության օր ինձ կանչեցիր, եւ ես քեզ կփրկեմ ու դու ինձ կփառավորես։ Նեղության օրը դու իրան կանչի, դու ուրիշի մի կանչի։ Ուրիշը քեզի չի ազատելու, ուրիշը քեզի չի զորացնելու, չի մխիթարելու, մենակ ինքն է քո հետ, մենակ ինքն է, որ այսօր ուզում է քեզ ողորմություն անել։ Զաքարիայի մեջ այսպես է գրված 2:5-ում. Ես նրա ոլորտիքը հրեղեն բարից պետք է լինեմ, ասում է Տերը, եւ անոր մեջ իր փառքը պետք է լինեմ։ Երբ որ դու տեսնես Աստծո պահապանությունը, երբ որ դու տեսնես Աստծո պահապանությունը, դու տեսնելու ես Աստծո փառքը նաեւ քո մեջ։ Ու մարդիկ դառնալու են Տիրոջը, ապաշխարելու են։ Ես տես մի դեպք հիշեցի, որ բանտում ա եղել։ Երկու եղբայրների բանտիպետը ուզում է սոված շներին, գազացած սոված շներին բաստողի այդ երկու եղբայրների վրա։ Շարքի դեմը, որ բոլորը վախենան, հանկարծ հավատացյալ չդառնան իրանց քարոզությունով։ Բանտարկյալներից շատերը ծածկում են իրանց երեսները, որ չտեսնեն այդ սոված շները ոնց են պատառոտում եղբայրներին։ Բայց լինում է հրաշք։ Այդ սոված շները գազանաբար հարձակվելով գնում են եղբայրների ոտքերն են լիզում։ Եղբայրները սկսում են երգել Տիրոջը, փառաբանել։ Բանտիպետը ամոթահար այդտեղից հետ է գնում, կանչելով իր հետևից այդ սոված շներին։ Ես քո համար հրեղեն բարիս պետք է լինեմ, ու քո մեջը քո փառքը պետք է լինեմ, ասում է եւ բոլոր բանտարկյաններս հրաշքը տեսնելով շատ-շատերը ապաշխարում են, փառավորում են Տիրոջը։ Աստված մեր համար հոգ անում, եղբայրներ, քույրեր։ Աստված իր զավակներին պահել գիտի, դժվարության մեջ, նեղության մեջ փառավորել գիտի, իր անունը բարձրացնել գիտի։ Աստված իր խոսքը ուղարկում է ճիշտ ժամանակին, երբ որ դու հուսահատված ես, երբ որ դու շատ նեղված ես։ Ես ուզում եմ բերեմ Դավիթին օրինակ։ Ինքը մի հատ մարդ էր, որ տառապանք էր տեսել, շատ տառապանք էր տեսել։ Պատկերացրեք մի բան, մարգարեն գնում է իր ընտանիքից, իր բոլոր եղբայրներին տեսնում է, ու առաջի եղբորը, որ տեսնում է հաղթանդամ բոյով, չէ տեսքը տեղ ասում է, սա է թագավորը։ Բայց Աստված ասում է, բանը ինչի որ մարդն է տենում, ես անարգեցի նրան, Սամվել, ինք չի, ոչ, մյուսն է գալիս, ոչ, մյուսն է գալի, ոչ, էլ երեխեք չունես, մենք հաշ չենք ուտելու միջև, մերչին, հա, մեկը կա, այնտեղ գառները արածացնում, կանչի իրան, մենք հաշ չենք ուտելու միջև նա չգա։ Հենց գալիս է, ես ժամանակի բերումով չեմ կարդալու տեղերը, Աստված ասում է, ինքն է հելի օծի իրան, ինքն է։ Եվ այդ ինքը ինչ անում հետագայում, նայեք, մի անգամից թագավոր չդարավ, Սավուղն էր այդ ժամանակ թագավոր, ու Սավուղ իրան հալածում էր, անընդհատ, Աստված գործ էր անում Դավիթի հետ, կոտրում էր, փշրում էր, հետաքրքիր է, մի անգամ Սավուղին ինք ասում են, ինչ ես ընկել, լվի հետևից, չէ, ասում է, ես սատկած չունեմ,
Ինչ սատկաչան վրա ինչ ես էլի նայ։ Խես եկել որ սատկաչուն ես ուզում հալածես։ Ինչքան էր ցածրացել Դավիթի այդ մակարդակը, հասկանում եք։ Այն Դավիթի, որ Գողիաթ էր հաղթել, այն Դավիթի, որ բոլոր աղջիկերքի Իսրայելի երգում են, բյուրավորները Դավիթին, հազարավորները Սավուղին։ Այդ Դավիթի մակարդակը ինչքան էր ինչ է։ Բայց այդ Դավիթը մի հատ բան է, խոսք ասում, որ ինձ շատ է ուրախացնում։ Սաղմոս 16:8 Իմ առջևս դրեցի Տիրոջը եւ չեմ սասանվի։ Փառք Իրան։ Ուզում ես չսասանվես, քո առջևը դիր ամեն ժամանակ Տիրոջը։ Մի հուսահատվի, երբ որ նեղությունը ավելի շատանում է, մի ընկճվի։ Նույն Դավիթը գիտեք, եղավ մի օր, որ ինքը շատ ընկճվեց, շատ հուսահատվեց ու ասեց այսպիսի խոսքեր։ Ես ուզում եմ կարդամ Առաջի Թագավորաց 27:1-ից։ Եվ Դավիթը իր սրտի մեջ ասա, վերջապես մի օր Սավուղի ձեռքով պետքա կորսվեմ։ Ինձի համար փղշտացիների երկիրը փախչելը աղեկը չկա, որպեսզի Սավուղը ինձանից հույսը կդրի։ Այսինքն ես մարդու հույսը կդրվել է արդեն։ Ասում եմ ինձ համար փղշտացիների երկրից փախչելուց լավը չկա։ Սաղմոս 16:6 Ինա դու այդ համարը չկարդացի դիտմամբ։ Ասում է. վիճակներ ելան ինձի զվարճալի տեղերի մեջ։ Անքուսը փղշտացիների թագավորը իրան շատ էր սիրում։ Ասում էր դու ինձ Աստծո հրեշտակի պես ես։ Սիրում էր չէ սիրում էր։ Իրան սիկելակն էր տվել։ Վիճակներ ցանկալի տեղերի մեջ, բայց Դավիթ ուրիշ բան ասում։ Իրա իմ ժառանգությունը ինձ գեղեցիկ եղավ։ Որ ժառանգությունը Դավիթ, որ անընդհատ քեզ հալածում են, կակավի նման սարերից սար ես փախնում, որ ժառանգությունը, այդ ժառանգության մեջ Տիրոջ ներկայությունը կա, իրան փառքավիճան։ Այդ իա գեղեցկությունը։ Այստեղ է, որ ինքը ասում է ես Տիրոջը դրեցի իմ առջև ամեն ժամանակ։ Այն հավատացյալները, որ չեն դնում Տիրոջ իրանց առջև ամեն ժամանակ, հուսահատվում են, ընկճվում են, բողոքում են, տրտնջում են, բայց այն հավատացյալը, որ դնում է Տիրոջ իր առջև ամեն ժամանակ, գիտեք փոսի մեջ է լինի, խորը փոսի մեջ է լինի, ժարի զարկ կփախնի, տարածքից տարածք կփախնի, հալածանք կրի, ինքը ասում է իմ ժառանգությունին, Տերն է իմ ժառանգությունը, իմ բաժակի բաժինը, իրան փառքավիճան։ Եվ ես ուզում եմ իրար հետ հիշենք մի որբևարու, հիշում եք, 3-րդ Թագավորաց, դա գրված է 17:8 խոսքերը։ Ասում է եւ Աստված Եղիային ասեց գնա Սիդոնացիների Սարեպթա քաղաքը։ Ես մի որբևարու հրամայել եմ, որ քեզ կերակրի։ Դուք հիշում եք, չէ՞ այդ պատմությունը, որ ինքը եկավ ասեց իմ համար, ինչ ունես, ասես կենթանի է Տերը, որ ոչ մի բան չունեմ, մի փոքր ալուրա, մի փոքր յուղ, չէ, հեսա սարքելու եմ, ուտենք, մեռնենք։ Ասեց առաջ իմ համար սարքի չեք մեռնելու, հետո ձեր համար։ Ինձ չի զարմացրել, գիտեք այդ բանը, որ վերջինը մարդը կտա անծանոթին ուտի։ Իրա վերջինը, իր երեխու բերանինը, որ այսօր անհնարին է։ Մեր օրերի մեջ դա արդիական չի, եկեք խոսանք փաստերով, դա անհնարին է։ Ինձ զարմացրել է մի ուրիշ բան։ Կա արդյոք մեկը, որ Աստծո ձայնը լսում է, ասում է ես նրան ասել եմ գնա իր մոտ, որ ինքը քեզի կերակրի։ Ու ինչ լավ է կնոջ համար, օրհնություն, Աստված իրան օրհնեց, կարասից չէ, հաց այդ ալուրը չվերջացավ, յուղը չվերջացավ, մինչև որ երաշտը անցավ, Աստված օրհնեց, ում օրհնեց, ով որ լսելու ականջ ունի, ում ականջը բաց Աստծո ձայնին, ես նրան ասել եմ, այսի հրաշքը եղբայրներ քույրեր, այդ տալը հետևանքն է, այդ հրաշքի, ինքը որ տվեց, էդի հետևանքն էր այդ հրաշքի, որտև Աստված էր իրան ասել, Եղիային էլ ասում է, գնա ես իրան ասել եմ, և ինձ ուրախացնում է մեկ այլ ուրիշ բան, և երբ որ ջրեղեղ եղավ, հիշում եք, չէ, գրված է դա Ծննդոց 8:1 և Աստված հիշեց Նոյը, երբ հիշեց, ջրեղեղից առաջ, չէ,
ջրերեղից հետո որ ջրերը լչեն չէ։ Խորը տեղերի մեջ կայտնվես, թե ջրերը կշատանան, հիշի, որ Աստված քեզ հիշում է։ Հիշի, որ Աստված հիշում է, եւ դրանից հետո է գրված. հովը բերեց, փչեց, ջրերը սկսեցին նվազել։ Իմ ու քո կյանքի մեջ, եթե Աստված մեզի չհիշի, մենք մեր դժվարությունների մեջ կսպառվենք։ Մենք մեր անհուսահատ այդ վիճակի մեջ մենք կոչնչանանք, կփոշիանանք, եթե Աստված մեզի չհիշի։ Դրա համար ինքը մեզի միշտ զորացնում է, մեր կողքով է լինում եւ ասում է՝ մի վախեցի, մի զարհուրի, ես քո հետ եմ, քո այս ձեռքդ բռնում եմ, որ քեզ ասեմ, ես քեզ հետ եմ։ Թող Իրան լինի փառք հավիտյան։ Եվ վերջում ես որ ուզում եմ բերեմ վերջնաբանին մի հատ շատ դիպուկ համար կա, որ ինձ շատ է ուրախացնում։ Դա գրված է Եսայա մարգարության 44-րդ գլխի 21 խոսում։ Հիշիր այս, ով Իսրայել, ով Հակոբ, եւ դու ով Իսրայել, որովհետեւ դու իմ ծառաս ես, ով Իսրայել, դու ինձանից մոռացված չես։ Հետաքրքիր է, էլի։ Եսային ասեցի, չէ, ինչ ժամանակներում է, չէ, մարգարացե։ Այս էլ երկրորդ տեղը, որ Իսրայելի լուրջ մտածում էր, որ Աստված իրանց թողել է, Աստված իրանց մասին մոռացել է ընդհանրապես։ Բայց մենք գիտենք, ինչ հրաշք եղավ մի գիշերվա մեջ, մի հրեշտակ։ Պատմության մեջ այդպես բան չի եղել, այդպես պատերազմ չի եղել։ Իջավ եւ 185,000 թշնամու զորքիչ, չէ, կոտորեց եւ Իսրայելի մեծ փրկություն տվեց։ Հիշիր, ով Իսրայել, որ դու ինձանից մոռացված չես։ Խես տենց հայտարարում, խես ասում տենց։ Մի հատ երեխա կար։ Իրա պապային ասում է, հայրիկ, ես ուզում եմ, որ եթե մորաքրոջս տան։ Բայց այս անգամ մենակ։ Պոեզով, խնդրում եմ, ինձ ինձ արա, որ ես մենակ գնամ։ Շատ է համոզում, ասում է գնաս մենակ։ Եվ ասում է, ես քեզ կգրեմ կանգառները կգրեմ։ Դու բան կանես։ 4-րդ կանգառին քիչտես, որ ասենք գան մորաքուրի քեզի կդիմավորի։ Երբ որ այդ ուղեկցողը գալիս է այդ տոմսավաճառը, իրանից գումար է ուզում, ասում է, ես այդ թղթի մեջ էլ կդնեմ գումարը։ Ինքը խառնված ջեբերն է ման գալիս, որ այդ թուղթը հանի համե գումարը տա, դու հիմա թուղթը կորցրել է։ Ինքը չգիտի որ կանգառում պետք է իջնի։ Սկսում է լացել, ես տոմսավաճառը գիտի թե բան է, փող չունի դրա համար է լացում։ Ասում է, ոչինչ, դու կարաս նստես, ոչինչ որ գումար, ասում է, ես դրա համար չեմ լացում, ասում է, գումարը այն թղթի մեջ էր որտեղ, ես պետք է իջնեի, դա կորցրել է։ Երկրորդ տոմսավաճառն է գալիս։ Մի հատ թուղթ է տալիս, թղթի վրա գրված է լինում, ես կողի վագոնում եմ քո հետ, ու քեզ հետ մի խառնվի իրար, գումարը ես արդեն տվել եմ։ Գիտեք, նա մեզ օրհնում է, նա մեզ սիրում է, եւ նա մեր հետ ամեն ժամանակ, երբ որ մենք չենք տեսնում, երբ որ մենք խառնվում ենք իրար, երբ որ մենք շփոթվում ենք, երբ որ մենք բողոքում ենք, տրտնջում ենք, ինքը մեր հետ է։ Տերը մեզ կհիշե, Սաղմոս 115-ի 12, թող սա դաջվի մեր սրտերի մեջ, մեր մտքի մեջ, մեր հոգու մեջ, Տերը մեզ կհիշե ու պդի օրհնե իրան փառք հավիտյան։ Իսրայելի տունը պդի օրհնե, Ահարոնի տունը պդի օրհնե, ոչ միայն սպասավորներին, քահանաներին, Տիրոջ մեր վախցողները պդի օրհնե, պստիկներից մինչև մեծերը պիտի օրհնե իրան փառք հավիտյան, բոլորի համար է այս պահպանությունը, այս խնամքը, որ Տերը տանում է։ Եվ վերջում ծննդոցի այդ համարն եմ ուզում կարդամ, որ ասում է, եւ Հակոբը օրհնեց Հովսեփին եւ ասեց. այն Աստվածը, որի առաջին գնացին իմ հայրերը, Աբրահամը, Իսահակը, այն Աստվածը, որ ինձ խնամում է, քանի որ կան միջև այսօր, ինքը իմ ու քո համար խնամք է տանում, ոնց որ այս երեխու համար իր հորը հայրն էր, չէ, խնամ տանում, ասում էր, դուք որ չար եք, ձեր զավակներին լավ բաներ անել գիտեք, որչափ ձեր երկնավոր հայրը։ Եվ մի ուրիշ տեղ եմ հիշացնում նորից։ Ասում է Սողոմոնը իր փառքի մեջ այդպես չհագնվեց,
Սողոմոնի նման հարուստ չի եղել, իր կարողությունները հաշվարկ են անում, այսօր միջև հիմա չեն գտնում։ Իր նման հարուստը չի եղել։ Իր փառքի մեջ այտենց չակնվեց, ումն է օրինակ բերում, Դաշտի Շուշաներին խոտին, որ այսօր կա, վաղը չկա։ Իր նման չհակնվեց։ Այնտեղ մի հատ բան ասում, որ չափ ավելի ձեզ թերահավատներ։ Ինքը ձեր համար հոգ է տանում, խնամք է տանում, որ չափ ավելի ձեր համար կանի թերահավատներ։ Այդ Հակոբը այն մարդն էր, որ տառապանք էր տեսել։ Այդ Հակոբը կանգնեց փարավոնի առաջ ու ասեց հետևյալը, որ իմ տարիները բանդախտության ցավով եմ եղել, բայց այդ Հակոբը վերջում խոստովանելու էր, որ այդ Աստվածը իմ համար խնամք տարեց մինչև այսօր, մինչև խոր ծերություն էլ ես ձեզ հետ եմ, ձեզի կրելու եմ, ձեզ խնամելու եմ, ուրեմն երկու ճնճղուկ կծախվի 5 դանկի, նրանցից ոչ մեկը Աստծու կողմից մոռացված չեն, դուք շատ ճնճղուկներից լավ եք, ամեն, աղոթենք։